Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ալբանիայում է։ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին։ Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Երեկվա բուռն միջադեպից հետո խորհրդարանն այսօր շարունակել է բնականոն աշխատանքը։ Հայաստան խմբակցությունն արտահերթին չի մասնակցել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեկնաբանել է 3 կատարվածը, ասել, որ իրավիճակի թեժացման պատճառներից գլխավորը Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքի մասին խոսակցություններն էին։ Պատգամավորի խոսքով ընդդիմությունը վախենում է առաջնորդներից որևէ մեկին բերել ու կանգնեցնել այստեղ, որովհետև նրանք հասկանում են, որ իրենց առաջնորդներից որևէ մեկը քաղաքական առումով ի վիճակի չէ կանգնել խորհրդարանի առաջ։ Հարցին ինչու են սարսափած նախկին նախագահները, պատգամավորը պարզաբանել է քաղաքականությունից, պարլամենտարիզմից։ Այս ընդդիմությունը վախենում է իր առաջնորդներից որևիցե մեկին բերի կանգնացնի այս ազգային ժողովի առաջ, որտեղ նրանք հասկանում են, որ իրենց առաջնորդներից եւ ոչ մեկը քաղաքական առումով ի վիճակի չի ուղղակի կանգնի այս ազգային ժողովի առաջ, պատասխանի հարցերի ու լսի ելույթներ։ Ի վիճակի չի Ռոբերտ Քոչյանը սարսափած է այս ամբիոնի մոտ կանգնելուց, Սերժ Սարգսյանը սարսափած է այս ամբիոնի մոտ կանգնելուց։ Եթե նրանք գտնում են, որ այտենց չի, թող գան, կանգնեն։ Իրենց խմբակցությունները լրիվ ի վիճակի են այդ ստորագրությունները հավաքել ու իրանց ներկայացնել այս ամբիոնի առաջ։ Եթե սարսափած չեն, քաղաքական առումով այս ազգային ժողովի առաջ կանգնելուց, թող գան։ Բայց իրանք սարսափած են։ 200 միլիարդ դոլար հասկանում եք ինչի մասին եք խոսում, ժողովուրդ ջան, 200 միլիարդ դոլար մարդկանցից փող է պահանջվում, ասում մենք այդպես աշխատել ենք։ Այդ որտեղ եք աշխատել, օրինակ Ղարաբաղում ուսանող կամ դպրոցական ժամանակներում Ռոբերտ Քոչյանի մյուս տղեն, ասենք Տանզանիայում բաներ էր գնում, հա, բուկմեկերական ընկերություններ առնում, բանից էին բերել, Աղդամից էին բերել, թե Հորադիսից էին բերել։ Այդ որտեղից էին բերել։ Հյուսեին Պողոտա ինչքան աշխատասեր են։ Այդ աշխատասիրության թեման էս վերջորին հեշտ լավ բան չի, եկեք չբացենք էլի ժողովուրդ ջան։ Այն, որ տարբեր երկրների խորհրդարաններում երբեմն ծեծկրտուք է լինում, գաղտնիք չէ։ Համացանցում եւս ժամանակ առ ժամանակ հայտնվում են նման կադրեր, բայց այդ հարցում մեր խորհրդարանականները հավասարը չունեն։ Քաշքշուկ, փոխադարձ սպառնալիքներ, հայհոյանքներ։ Իրավիճակին Լոս Անջելեսից հետևել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, խնդրեմ։ Շնորհակալություն, բարև ձեզ բարեկամներ, արդեն մի քանի օր է ինչ ազգային ժողովում իրար չէին ծեծել, չէին քաշքշել ու չէին հայհոյել։ Ինչ խոսք նման դեպքերում ասում են դա անդոր էր փոթորիկից առաջ։ Եվ այո, փոթորիկը եղավ ու դա հիրավի մի տորնադո էր, ինչ փոթորիկ, դա տորնադո էր, որը ուղեկցվում էր հայհոյախառն սուլոցներով եւ ոչ միայն։ Կարծում եմ հիշում եք, չէ՞, մենք պայմանավորվել էինք հարգելի բարեկամներ, որ ազգային ժողովի նմանատիպ միջադեպերի անդրադարձ կատարելիս պիտի սարկազմով ու հեգնանքի չափաբաժնով մոտենանք, որովհետև վաղուց արդեն այդ ամենը ինչ որ կատարվում է ազգային ժողովում եւ ոչ միայն այն սպառել է առողջ տրամաբանության ձևաչափը։ Դե այո, տեսախցիկների առաջ ես վերջերս չէին հայոյել, դա էլ եղավ, էլի բարեկամներ ես չեմ զարմանում, որովհետև մեր ազգային ժողովում տեսախցիկների առաջ ուղիղ եթերում երկրի վերնախավին են գնդակահարել։ Հայհոյանքները ինչ է որ մի հատ էլ ազգովի ինչ որ վատ ենք մենք զգում։ Մեր ազգային ժողովում այդպիսի բաներ են եղել, բայց առնվազն ազգովի միասնաբար նողկում ենք, որովհետև այս դեմքերն ու դեմքերը իմ, ձեր մեր երեխաների, մեր ծնողների, մեր տարեցների կյանքի որակն են, չէ, թելադրում։ Ազգային ժողովն է մեծ հաշվով երկրի օրակարգ թելադրող մարմինը։ Մենք պարլամենտական երկիր ենք, հիշեցնում եմ, էլի, բայց պարլամենտարիզմը եւ գողապետությունը ձեռքի բռնած դաշինք են կազմել ու ժողովրդի բարեկեցությանը կարծես թե հայտարարում են impeachment։ Ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու, ասի թուրք, որպես հայոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ։ Հիմա ինչ, պիտի քվեարկեն, քվորում կա, չնայած այս իրավիճակում ինչ քվորում։ Պահպանում ենք կոռեկտության սահմանները։ Հա, տեղդ նստի ու մի խոսի, ես քո խոսալու ժամանակ ստեղծ բան է ասում։ Հիմի կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից։ Կհանեմ հիմա քեզ կշպրտեմ դուրս դահլիճից։
որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն, հանգիստ նստի տեղդ, հանգիստ նստի տեղդ, հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու, հանգիստ, քո խոսքը ինձ հաճելի չէր, բայց ես նստի տեղդ, լսի դու տեղից խոսացողին չես կարող ընդհատես, տեղդ նստի, հանգիստ պահու եղել, հանգիստ, Ես հիշեցնեմ, որ ամեն բան սկսվեց Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից եւ այն հայտարարությունից հետո, որ Փաշինյանը գիտեք, ասեմ, որ նախկին նախագահներին հրապարակային բանավեճի հրավիրում ուղիղ եթերում եւ ինչին երեք նախագահներն էլ վստահորեն ասում են ոչ, մենք խոսելու ոչինչ չունենք, մենք ինչ գանք, ինչ խոսենք, ինչ բանավիճենք։ Եվ Լևոն Քոչարյանն էլ իր հերթին ասում է, որ հայրը, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսանում, պետք է գա բանավիճի, ինչ բանավիճի եւ ում հետ բանավիճի, բնականաբար ազգային ժողովում այդ հայտարարությունից հետո իրավիճակը բավականին լարվեց։ Ամենայն հարգանքով, բայց այս ամբողջ տխուր իրավիճակում, հարգելի հայրենակիցներ, դուք կամ ձեզնից գոնե շատ-շատերը իրենց մեղքի չափաբաժինը ունեն։ Եվ հիմա փորձեմ բացատրել, թե ինչու։ Այս ազգակործան տեսարանների համար ամեն մեկը ձեր չափաբաժին պատասխանատվությունն է կրում։ Այս էժանագին սադրանքների, այս անկում խոստացող պահվածքի համար մենք որոշակի պատճառահետևանքային կապ ենք նկատել։ Տարիներ առաջ, երբ ձևավորում էինք ազգովի մեր խորհրդարանը, խոսքս 2021 թվականից հետո, զարգացումներն էին, ես այստեղ նստած Լոս Անջելեսի հենց այս տաղավարում կոչ էի անում մեր հայրենակիցներին, ասում էի, որ ժողովուրդ ջան, ով է լինելու իշխանությունը, դա պարզ է, դա ասում են հարցումները, դա ասում են մարդկանց տրամաբանության տրամադրությունները, դա ասում են փորձագետները, ոչ միայն հայկական, այլ լուրջ փորձագետները, իշխանությունը կարողանալու է մնալ իր դիրքում, դուք պիտի ընդդիմությունը ձևավորեք, այս քվեարկությունը 21 թվականի մասն էր խոսքը, պետք է ընդդիմության ձևավորման քվեարկություն լինի, ինչ եղավ, դե գնացեք ընտրեք այն ուժերին, ասում եմ ես, որ իշխանության այդ առողջ բանավեճ կարողանա կազմակերպել, որ ոչ թե սադրի կամ քանդի, ոչ թե իմ օրոք, ձեր օրոք, մեր օրոք, ձեր օրոք խաղի մեջ մտնի, այլ կարողանա իրապես գործառու քայլեր իրականացնել։ Ինչ եղավ, գալիս էին մեքենայի սակերն էին վնասում, մեքենաս էին վնասում։ Ով տուժեց արդյունքում, տուժեցինք մենք բոլորս։ Մեր ժողովուրդն է չէ ձևավորել այս խորհրդարանը։ Համենայնդեպս 2021 թվականի ընտրության արդյունքները որևէ մեկը կասկածի տակ չի դրել։ Հիմա ումից ինչ ենք պահանջում։ Իսկ իշխանության համար, քանի որ մենք դասականներից հաճախ ենք խոսում մեր հաղորդման ընթացքում, ես կցիտեմ հայտնի մի դրվագ։ Չաշխատեցիր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը։ Դե հիմա թռի վեր-վերի, քամին ծափ տա, դու էլ պալի։ Մտածեք այս ուղղությամբ։ Շարունակենք, Էդգար Ղազարյանը խորհրդարանում էր հանդիպելու պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ, բայց ներկա էր միայն պատգամավոր Գեգամ Նազարյանը։ Ազգային ժողովի աշխատակիցներն իրեն տեղեկացրել են, որ քաղաքացիների ընդունելությանը հանձնաժողովների ոչ բոլոր անդամներն են գալիս, կա ներքին պայմանավորվածություն ըստ հերթականության։ Ամեն հանդիպմանը մի պատգամավոր է գալիս։ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի մասին Գեգամ Նազարյանն ասել է, որ 3 անգամ հրապարակային պատասխանել է այդ հարցին եւ ավելացնելու ոչինչ չունի։ Լրագրողների հետ զրույցում Էդգար Ղազարյանն ասել է, որ շարունակելու է հանդիպումները բաց է քննարկումների համար։ Գիտեք, ինձ բացատրեց այդտեղ ազգային ժողովի աշխատակիցները տեղեկացրեցին, որ ընդհանրապես քաղաքացիների ընդունելությանը հանձնաժողովի ոչ բոլոր անդամներն են գալի։ Հանձնաժողովներում կա ներքին պայմանավորվածություն հերթապահության ձևով, քանի որ ընդունելությունները ամեն ամիս է, ամեն ընդունելությանը մի պատգամավոր է գալի, այսինքն ոչ թե այսօր հատուկ էր եկել Գեգամ
Նազարյանը կամ ԿՊԱ կամ մյուս պատգամավորները հատուկ, ասենք, որ իրանց հերթնայեղը չեն եկել, այտենց հասկացա, այլ ուղղակի իրենց հերթապահության սկզբունքով, բայց դա չի սահմանափակում մյուս պատգամավորների իրավունքը, որպեսզի իրենք նույնպես ընդունելությանը մասնակցեն, որովհետև խոսքը առանձին պատգամավորների ու քաղաքացի ընդունելություն չի, հանձնաժողովի ընդունել։ Նույնիսկ տրամաբանությունը նշում է, որ դա նման Կարծում եմ, որ կա, ոչ թե չեմ տեսել, այլ պարոն Ռուբինյանի պարագայում դա հայտարարվել է։ Պարոն Ռուբինյանը ուղղակի աշխատակիցների միջոցով տեղեկացրել է, որ միայն ինձ հետ չի ուզում հանդիպել, այսինքն եղել են այդ օրը քաղաքացի, որին ինքը ընդունելության արժանացրել է, ինքը գտնվել է այստեղ եւ միայն ինձ հետ չի ուզել հանդիպել, այսինքն խտրական վերաբերմունքի դրսևորումը ակնհայտ է։ Ես հաղորդում եմ ներկայացրել հանցագործության մասին։ Գլխավոր դատախազին։ Այո, մեր այդ նախատեսված հանդիպման հաջորդ օրը հաղորդում եմ ներկայացրել երկու խնդրանքով, որ վարույթ նախաձեռնվի եւ նաեւ միջնորդություն ներկայացվի ազգային ժողովին Ռուբինյանի անձեռնմխելիությունից զրկելու եւ մեղադրանք առաջադրելու համար։ Խտրականություն քրեական օրենսգրքում կա հոդված խտրական վերաբերմունքի ցուցաբերում պայմանավորված նաեւ մարդու այլ հայացքներ, այդ թվում քաղաքական հայացքների համար եւ այդ հոդվածը խստացնող նորմ ունի, որը վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից խտրական վերաբերմունքի։ Կոնյակի արտահանման հետ կապված խնդիրներն ամբողջովին դեռ չեն լուծվել։ Որոշ մեքենաներ շարունակել են ճանապարհը, բայց ամբողջովին հարցը չի լուծվել։ Նորից կայցելի էկոնոմիկայի նախարարը Վրաստան տեղում հասկանալու պատճառները։ Որոշ մեքենաներ թողնվել են, բայց ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ խնդիրը լուծված չէ, որտեղ խնդիրի լուծում դա նշանակում է ինստիտուցիոնալ նախ հասկանանք թե ինչն է պատճառը, այս պայծրությամբ մեր դեռևս հանդիպել եք, բանակցել եք, շատ լավ, լուծել եք խնդիրը հիմա։ Չէ, ես ասել եմ հանդիպել եմ, բանակցել եմ, խնդիրը դեռևս լուծված չէ։ Ես ազգային ժողովում այնքանով, ինչքանով, որ ասել մի քանի մեքենա այս պարագայում էր, բայց մենք շարունակում ենք խնդիրը ոչ ամբողջական մնալ լուծված։ Եվ այստեղ անկեղծ պիտի լինեմ, պատճառները մեզ համար անհասկանալի են եւ փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել եւ ուզում եմ նշել, որ առաջիկա օրերին ունենք նախնական պայմանավորվածություն, թերևս նորից կայցել, ես այս անգամ կայցել եմ Վրաստանի Հանրապետություն եւս մեկ անգամ հարցերը արդեն տեղում լուծելու հասկանալու համար։ Կարկուտի վնասների մասին է խոսել նախարարը, ակտիվ գույքագրման աշխատանքներն ընթացքի մեջ են, վնասները գնահատելուց հետո կայացվելու են համապատասխան աջակցության որոշումներ, որպեսզի չտուժի գյուղատնտեսական կայուն զարգացման տեմպը։ Կրկնապատկվում է տնտեսվարողների, ֆերմերների հնարավորությունը, որպեսզի նրանք օգտվեն գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից։ Նախարարը պարզաբանել է, որ այժմ ֆերմերները կարող են մինչև 250 միլիոն դրամի գյուղատնտեսական սարքավորում ձեռք բերել, բայց կան բազմաթիվ ֆերմերներ, որոնք գյուղատնտեսությամբ են զբաղվում եւ չեն կարողանում մատչելի պայմաններով գյուղ տեխնիկա ձեռք բերել։ 250 միլիոն դրամի շեմը բարձրացնում են մինչև 500 միլիոն դրամ, ասել է Պապոյանը։ Կառավարությունը այսօր ընդունեց մի կարևոր նախագիծ, որը վերաբերում է գյուղատնտեսական լիզինգին, մասնավորապես լիզինգի ծրագրով մենք ունենք բազմաթիվ ֆերմերային տնտեսություններ, խոշոր տնտեսություններ հատկապես ինստիտուցիոնալ, որոնք վաղուց չէին կարողանում ցավոք սրտի օգտվել մեր ծրագրից, որովհետև ծրագիրը ուներ սահմանաչափ 250 միլիոն դրամից ավել գյուղտեխնիկա գնելուց հետո արդեն տոկոսները չէր փոխհատուցվում։ Մենք այսօր այդ շեմը բարձրացրինք 500 միլիոն դրամի եւ սա նաեւ շատ լավ առիթ է մեր տնտեսվարողներին ցույց տալու եւս մեկ անգամ հիշեցնելու, որ այդպիսի ծրագիր ունենք, օրինակ մեր գյուղաբնակ քաղաքացիներին կարող եմ տեղեկացնել, որ 6.4 միլիոն դրամից սկսած տրակտորներ գոյություն ունեն եւ իրենք ընդամենը պետք է վճարեն այդ 6.4 միլիոնի 20% կանխավճարը 1.280.000 դրամը եւ մնացածը եթե սահմանամերձ վայրերում են իրենք ապրում, ապա 5 տարվա ընթացքում, այսպես ասած, մաս-մաս պետք է վճարեն, բոլոր տոկոսները պետությունը իրենց տեղ կվճարի, իսկ ոչ սահմանամերձում 14%-ային կետից 12-ն է պետությունը վճարում, ընդամենը 2%-ային կետ, որը մի քանի հազար դրամից մինչև մի քանի տասնյակ հազար դրամ է կազմում ընդամենը, հետեւաբար շատ մատչելի հնարավորություն է եւ լավ առիթ է, ես կուզեմ դրա մասին բարձրաձայնենք։
Կուսակցական անձանց կարգելվի ընդգրկվել բուհերի կառավարման մարմիններում։ Կրթության նախարարը կառավարությանն է ներկայացրել բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ժաննա Անդրեասյանն արձանագրել է, որ փաթեթը շատ մեծ է, առաջիկայում նախատեսվում են ազգային ժողովի գործընկերների հետ հանրային լսումներ, մինչև այդ քննարկումներ ևս եղել են։ Դասավանդման հեռավար կրթության վերաբերյալ հարցեր է ուղղել Մհեր Գրիգորյանը, ապա որոշումն ընդունվել է։ Կուսակցական անձանց և պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չեն ներգրավվելու խոշորացված բուհերի կառավարման մարմիններում և ղեկավար պաշտոններում, ինչը զուգակցվում է նաև էթիկայի ստանդարտների սահմանմամբ, որը արգելելու է բուհերում կուսակցական կամ այլ տիպի գործունեությունը կամ քարոզը։ Ուզում եմ հիշեցնել, որ սա կառավարության հատուկ հանձնառություններ և այս օրենսդրական փաթեթը նաև նախատեսում է այս խնդրի հասցեագրումը։ Կարող պատահի մենք ինչ-որ տրադիցիոն կարգավորումների տիրույթ մտնենք, բայց պարզվի, որ դուրս ենք մնում կրթության ոլորտից, որովհետև իմ տպավորությամբ այնուամենայնիվ այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքում կրթական ծառայություններ կմատուցվի, եւ ես ուզում եմ հասկանալ մենք դրան ոնց ենք վերաբերվելու, որովհետև բացառվում է, որ 1-2 տարի հետո Հայաստանում մեծ առաջարկ չլինի օտարերկրյա, այդ թվում առաջնակարգ բուհերի հեռավար կրթության ծառայությունների։ Հիմա մենք ինչ ենք անելու այդ մասով։ Հեռավար կրթության համապատասխան կարգավորումները մենք դրել ենք օրենքում։ Եվ եթե դուք համեմատեք այս պահին մեր գործող օրենսդրությունը նրա հետ ինչ առաջարկվում է, կարող եմ ասել, որ դաշտը էապես ընդլայնվելու, իհարկե որակի, մշտադիտարկման եւ բնականաբար այդ ամբողջ ստանդարտներին համապատասխանության պարագայում նմանատիպ ծառայությունները հնարավոր կլինի մատուցել։ Բուժկենտրոնների տնօրենների համար բժշկական կրթության պարտադիր լինելու հարցն առաջիկայում կվերանայվի։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարարը։ Անահիտ Ավանեսյանն ասել է, որ ուսումնասիրելով միջազգային փորձը պարզ է դառնում, որ բժշկական կենտրոնների կառավարման ֆինանսական հատվածը եւ բուժական հատվածը պետք է որոշակիորեն տարանջատվեն։ Դրանով մենք համակարգային փոփոխություն կմտցնենք բժշկական կենտրոնների ընդհանուր կառավարման մեջ, ասել է Անահիտ Ավանեսյանը։ Արդեն ներկայացրել են օրենքի նախագիծ, որով էլ նախատեսված են փոփոխությունները։ Նախարարը խոսել է նաև կադրային քաղաքականությունից։ Մեր համակարգում իսկապես բարեփոխումներ են լինում, իսկ բարեփոխումների շրջանակներում չեն կարող չլինել փոփոխություններ եւ չի կարող լինել, որ այն մարդիկ, ովքեր որ այդ համակարգի մաս էին կազմում եւ մեր պատկերացումով չեն բավարարում մեր դրած չափանիշներին եւ չեն օգնում մեր բարեփոխումների իրականացմանը, այո, փոխվել են եւ իհարկե իրենք դրանից գոհ չեն, երջանիկ չեն, դա լրիվ նորմալ հասկանում եմ։ Տեսեք, եթե ներողություն եմ խնդրում, առողջապահական ոլորտի ուրեմն բարեփոխումները եւ համակարգային փոփոխությունները, այդ թվում նաեւ կադրային համակարգային փոփոխությունները մշտապես իմ օրակարգում է, ինչպես եղել է, այնպես էլ շարունակվելու են։ Ես ասեմ, որ առաջիկայում էլ եւ վստահ եմ ունենալու ենք թե ազատումներ, թե փոփոխություններ եւ ընդհանուր առմամբ մեր չափորոշիչներն ու նշաձողը, քանի գնա բարձրանալու է մեր կադրերի նկատմամբ։ Լավ լուր վարորդական իրավունք ստանալ ցանկացողների համար։ Քննությունից բացասական ստացողները 45,000 դրամ վճարելով կարող են հաջորդ օրը վերահանձնել։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարը ներկայացնելով ոլորտը կարգավորող հավելյալ հնարավորությունը։ Արփինե Սարգսյանը հստակեցրել է, որ սա հավելյալ հնարավորություն է քաղաքացիների համար, այսինքն ստանդարտ ժամանակը պահպանվում է, եթե անձը ցանկություն ունի եւ ունի հնարավորություն հավելյալ վճարի դիմաց ստանալու հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում թողնում են հնարավորությունը։ Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Առաջարկում ենք այս օրենսդրական նախաձեռնությամբ կիրառել վարորդական վկայականների ստացման համար նախատեսված տեսական եւ գործնական քննությունների համար։ Ինչ իրավիճակ ունենք այս պահին, առաջին անգամ, երբ որ անձը բացասական գնահատական է ստանում թե տեսական, թե գործնական քննության տեսանկյունից, հաջորդ ամենասեմ ժամկետում հնարավորություն դա 1 շաբաթ անց վերահանձնելն է տեսական եւ գործնական քննության, բայց ունենում ենք բազմաթիվ խնդրանքներ, դիմումներ մեր քաղաքացիներից, որ պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել եւ դրա դիմաց ոչ թե 7 օր անց հանձնել, վերահանձնել քննությունը, այլ օրինակ պայմանական հաջորդ օրը կամ 3 օր հետո կամ 4 օր հետո, որովհետեւ լինում են իրավիճակներ, երբ որ կարիք կա մի կողմից հարմարավետության տեսանկյունից ավելի արագ հանձնել քննությունը, մյուս դեպքում կարիք կա գործնական առանցությունից ելնելով քննությունը հանձնել շատ ավելի սեմ ժամկետում։ Ըստ այդմ առաջարկում ենք առաջին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննության
հակամարտությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննությունը հանձնելու հնարավորություն, այն կկազմի 45000 ՀՀ դրամի չափով եւ առաջին անգամ բացասական ստանալու դեպքում, եթե ոչ թե հաջորդ օրը անձը ցանկություն ունի, այլ երրորդ օրը, ապա այս դեպքում կրկին էքստրա վճարի տրամաբանության մեջ եւս 30000 ՀՀ դրամ վճարելու պայմանով անձը կարող է շատ ավելի սեմ ժամկետում հանձնելու քննությունը։ Բայց ուզում եմ նորից շեշտել, որ սա հավելյալ հնարավորություն է մեր քաղաքացիների համար, այսինքն ստանդարտ սպասելաժամանակը, որը 7 օր անց վերահանձնում է, սա պահպանում ենք։ Եթե անձը ցանկություն ունի եւ ունի հնարավորություն հավելյալ վճարի դիմաց ստանալու հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում թողնում ենք այս իրավական հնարավորությունը։ Նոր Նորքի թաղապետարանն արձագանքել է վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականի լուրերին։ Լրատվական բաժնից հայտնել են, որ Տիգրան Տեր-Մարգարյանը շարունակում է պաշտոնավարել, նշել են, որ եթե նման տեղեկություն լինի, կիմանանք։ Քաղաքապետարանի խոսնակն էլ իր էջում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ տեղեկացրել է, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն։ Անկարայում ավարտվել է Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը։ Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ Ռուսաստանի հետ բանակցություններին Ուկրաինայի մասնակցության որոշման մասին կհայտարարի Թուրքիայի նախագահի հետ հանդիպումից հետո։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, իսկ Անտալիայում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների մասին և ոչ միայն միջազգային անցուդարձում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է ցանկացած մեխանիզմի, որը կհանգեցնի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղության։ Նա շեշտել է, որ Վաշինգտոնը ցանկանում է հնարավորինս շուտ առաջընթաց տեսնել բանակցություններում։ Այս մասին նա ասել է Անտալիայում ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես։ ԱՄՆ պետքարտուղարը շեշտել է, որ հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական եղանակով, այլ դիվանագիտական, եւ որքան ավելի արագ համաձայնություն ձեռք բերվի այս պատերազմին վերջ դնելու համար, այնքան ավելի քիչ մարդիկ կմահանան եւ ավելի քիչ ավերածություններ կլինեն, ասել է Մարկո Ռուբիոն։ ԱՄՆ պետքարտուղարը նաեւ շեշտել է, որ ՆԱՏՕ-ի նպատակն է պատերազմների կանխումը եւ այդ պատճառով է, որ Վաշինգտոնը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժեղացումը եւ անդամ երկրների կողմից դաշինքի համար արված ծախսերի ավելացումը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը, հաշվի առնելով այս ոլորտում Ռուսաստանի հաջողությունները։ Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրենք ՆԱՏՕ-ի ամբողջ տարածքում, հատկապես երբ նայում ենք Ռուսաստանին։ Նրանք հաջողությունների են հասել եւ մենք պետք է հաղթենք նրանց այս հարցում, ասել է Մարկ Ռյուտեն Թուրքիայում դաշինքի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ։ Եմենի հութիների Անսար Ալլահ շարժումը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում երրորդ անգամ գերձայնային բալիստիկ հրթիռով թիրախավորել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանը։ Հրթիռը հաջողությամբ հասել է իր նպատակին, ստիպելով միլիոնավոր սիոնիստներին փախչել ապաստարաններ եւ գրեթե 1 ժամով կանգնեցրել է օդային երթևեկությունը օդանավակայանում։ Հայտարարության մեջ նշել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիին, հավելելով, որ այս հրթիռը երրորդն է 24 ժամից պակաս ժամանակահատվածում։ Պաշտոնյայի խոսքով Եմենի զինված ուժերի գործողությունները նպատակ ունեն դադարեցնել Գազայի մեր եղբայրների դեմ ագրեսիան եւ կանգնեցնել նրանց դեմ ցեղասպան հանցագործությունները։ Միևնույն ժամանակ Իսրայելի բանակը կրկին զգուշացրել է մարդկանց Եմենի 3 նավահանգիստները լքելու անհրաժեշտության մասին։ Գազայի հատվածի մի քանի շրջանների վրա Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով մայիսի 15-ի կեսգիշերից ի վեր զոհվել է 39 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ եւ կանայք, վիրավորվել են տասնյակ անձինք։ Հարվածների թիրախում են հայտնվել Խան Յունիս քաղաքի բնակելի տները։ Զոհերի թվում է լրագրող Հասան Սամուրը եւ նրա ընտանիքի մի քանի անդամներ։ Համաս շարժումը հանդես է եկել հայտարարությամբ դատապարտելով Գազայի հատվածում վերջերս տեղի ունեցող կոտորածները եւ նշելով, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խաթարում է միջնորդների ջանքերը հասնելու հրադադարի եւ գերիների փոխանակման շուրջ համաձայնագրի։ Կանադան, Իտալիան, Միացյալ Թագավորությունը եւ բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը խստորեն քննադատել են Իսրայելին սնունդը որպես պատերազմի զենք օգտագործելու եւ շաբաթներ շարունակ պաշարված Գազայի հատված օգնության մուտքը կանխելու համար։ Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։
Իտալիայի խորհրդարանի ձախ ընդդիմադիր պլյուս Եվրոպա կուսակցության քարտուղար Ռիկարդո Մաջին հեռացվել է պատգամավորների պալատից երկրի վարչապետ Ջորջո Մելոնիի նկատմամբ հանդուգն պահվածքի համար։ Մինչև վարչապետը պատասխանում էր խորհրդարանականների հարցին, Մաջին ուրվականի տեսքով մտել է նիստերի սենյակ։ Նա ուղղվել է դեպի այն ամբիոնը, որտեղ կանգնած էր վարչապետը, կշտամբանքները հնչեցրել նրա հասցեին հունիսի 8-ից 9-ին քաղաքացիության եւ աշխատանքային օրենսդրության 5 հարցերի շուրջ կայանալիք հանրաքվեի հետ կապված։ Այս քայլից հետո Ռիկարդո Մաջին հեռացվել է պատգամավորների պալատից։ Նոր հարթակ ու ձևաչափ։ Քաղաքացիներն իրենց ուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներից։ Վերջնաժամկետը մայիսի 17-ն է։ Մանրամասները տեսանյութում։ Նոր հարթակ ու ձևաչափ, երբ քաղաքացիներն իրենց մտահոգող, հուզող հարցերի պատասխանները կարող են ստանալ քաղաքականություն մշակողներից ու որոշում կայացնողներից։ Գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչները հեռուստատեսային հաղորդման շրջանակներում կարձագանք են բարձրաձայնված խնդիրներին։ Հիմնական նպատակը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ պետական կառույցների միջև առավել բաց եւ թափանցիկ երկխոսության խթանումը։ Հարցեր ուղղելու հնարավորություն նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցներն ունեն։ Առանձին ոլորտների վերաբերյալ տեսաձայնագրությունները պետք է ուղարկել +374 44 900 800 հեռախոսահամարին կցված WhatsApp հավելվածին։ Դրանք էլ կհնչեն հաղորդման շրջանակում։ Մի կողմից հնարավորություն է տրվում հասարակությանը ներկայացնել այն հիմնական ոլորտային բարեփոխումները, որը իրականացնում է պետությունը, եւ հնարավորություն տալ քաղաքացիներին բարձրաձայնել այն առաջարկները, մտահոգությունները եւ ինչու ոչ նաեւ խնդիրները, որոնք կարող են հանդիպել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում։ Նման տեսահարցերի ձևաչափով մեկ անգամ վարչապետ Փաշինյանն արդեն հանդես է եկել։ Այս հաղորդաշարի շրջանակում հարցերին կպատասխանեն գործադիր մարմինների ղեկավարներն ու օրենսդիրի ոլորտային ներկայացուցիչները։ Առաջին թողարկումը կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի վերաբերյալ է։ Հստակ է նաեւ օրը՝ մայիսի 26-ին թեմայի մասին հարցերին կպատասխանեն նախարար Ժաննա Անդրեասյանը, ազգային ժողովի падգամավորներ Սիսակ Գաբրելյանն ու Թագուհի Ղազարյանը։ Սա մի նոր մշակույթ է, որը իմ կարծիքով այդ հասարակություն, պետություն կամ քաղաքացի պաշտոնյա այդ հարաբերությունները կարող է մի փոքր, այսպես ասած, ավելի լավ մակարդակի բարձրացնել։ Ինչպես բոլոր, այնպես էլ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում կատարվող բարեփոխումները կարող են իրապես հաջողել, եթե լինի քաղաքացիների ակտիվ ներգրավվածություն։ Հիմա հարցերի հավաքագրման փուլն է։ Տեսահաղորդագրությունները կարելի է ուղարկել մինչև մայիսի 17-ը երեկոյան 6-ը։ Սկզբում պետք է նշել անունը, ազգանունը, բնակության վայրը, ցանկալի է նաև զբաղմունքը, աշխատանքի վայրը։ Յուրաքանչյուր քաղաքացի պիտի գիտակցի, որ իսկապես շատ կարևոր է իր ձայնը, ձևաչափը, որ ստեղծվում է քաղաքացիների հետ թափանցիկ երկխոսություն ձևավորելու, կարծում եմ, որ կնպաստի դրան, որպեսզի քաղաքացիները կարողանան բարձրաձայնել իրենց հուզող հարցերը եւ դրանք ստանան իրապես հիմնարար լուծումներ։ Առանց պաշտոնական երկար գրագրությունների ու բյուրոկրատական քաշքշուկների առաջարկվող ձևաչափը կարող է լինել կարճ ճանապարհ անհանգստացնող հարցերի մասին ոլորտի պատասխանատուներին տեղեկացնելու համար։ Եվ վերջում եղանակ վաղը գիշերը սպասվում են տեղումներ, տեղ-տեղ հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ։ Օրվա մյուս ժամերին ամենուրեք կնկատվի առանց տեղումների եղանակ։ Այսքանը դուք դիտում էիք Update լրատվականը, հաջողություն։